Այն ծրագրերը, որոնք որ ձեր նախարարությունով հաստատվում են, դրանք ովքեր են փորձաքննության ենթարկում, ովքեր են դրա առաջնահերթությունը տալիս, արդյոք դուք ամեն մի ծրագիր ուսումնասիրելուց եւ որոշում կայացնելուց տեսնում եք դրա մուլտիպլիկատիվ արդյունքը, դրա շղթայված արդյունքը, որ նա պետք է հասույթ տա, հետո եկամուտ տա, մի այլ տեղ հասույթ, եկամուտ։ Սա առաջինը։ Եվ եթե այդպես է, օրինակ, երբ որ դուք տալիս եք վկայագրեր այն մարդկանց, ովքեր որ 4-րդ վթարային աստիճանի շենքերում են բնակվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 միլիարդից ավել գույք ունի։ Մի մասը գործող, որտեղ որ գործում են նախարարություններ, գերատեսչություններ, մի մասը չգործող, որոնք որ ենթակա են կամ վարձակալության, կամ ենթակա են վաճառքի։ Արդյոք այդ փորձաքննության ենթարկելիս ձեր եղած շենք-շինությունը դիտել եք որպես այդպիսին, դրանք վերանորոգ եք հանձնեիք, ոչ թե նրանց տայիք վկայագրեր, որ գնային այլ տեղերից վերցնեին պետական շենք-շինություններ մնար այտենց անմխիթար վիճակում։